Հրապարակորաթերթ Աննա Պապիկյան, պարոն Թաթոյան, ասացիք, որ պատերազմը դարձրել են շանտաժ ժողովրդի գլխին։ Ես հետևում եմ ձեր էջերին, միասնության թևերի էջերին եւ տեսնում եմ բազմաթիվ հանդիպումներ եք ունենում քաղաքացիների հետ, գրասենյակներ եք բացում։ Արդյոք շանտաժը պրակտիկորեն աշխատում է մարդկանց մոտ, երբ հանդիպում եք ձեզ չեն հարցնում, այ տեսեք Փաշինյանը ասում է, եթե շլինեն պատերազմ է լինելու, այս հարցը իրոք կարողանում են մարդկանց վրա ազդել եւ երկրորդ հարցը այսօր էլ ես կարդացի, որ Ադրբեջանով կրկին հացահատիկ է գալու Հայաստան, ձեր իշխանության գալու պարագայում Ադրբեջանի հետ առևտուր լինելու է, թե չի լինելու եւ արդյոք սա կարեւոր է երկրի տնտեսության համար, առևտրաշրջանառությունն է պետք է լինի, կշարունակենք առևտուր այդ տարածքով վագոններ գան կամ հենց Ադրբեջանից առևտուր անել։ Շնորհակալություն հարցերի համար։ Առաջինը շանտաժի հետ կապված։ Մենք որ երբ հանդիպում ենք մեր բնակիչների հետ, նախ մեր բնակիչները բարձրացնում են, այո, հարցը լիարժեք, որ մեզ պետք է, բոլորը գիտակցում են, որ ձախողել է այս իշխանությունը մեր երկրի պաշտպանությունն ու անվտանգության համակարգը։ Եվ շատ լավ է, որ այդ գիտակցումը կա, որ նրանք ձախողել են, դրա համար էլ խոսում են ստիպված ամեն զիջման գնում են։ Եվ սա հենց այս իշխանության գլխավոր խարանն է ու նրանց գլխավոր այդ ստրատեգիական անկարողության արդյունքը, որ նրանք ձախողել են ամբողջությամբ։ Հիմա տեսեք նրանք ինչ են անում։ Նրանք այսքանով հանդերձ խաղում են մեր ժողովրդի վախերի վրա, հատկապես մեր մայրերի վախերի վրա են խաղում։ Եվ նրանք, եւ գիտեք, ես շատ ուզում եմ մարդկային sense մի բան խոսենք։ Ես հասկանում եմ մեր ժողովրդի, մեր մայրերի հատկապես վախերը եւ հարգում եմ դա, որովհետեւ դա իսկապես մարդկային որակ է, դա կարող է լինել։ Բայց բոլորովին այլ բան է, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չի էլ մտածում մայրերի մասին, նրանց վախերի մասին։ Նա մենակ քաղաքական առումով մի բան գիտի, որ այդ վախերը կան։ Եվ ինքը խաղում է դրա վրա որպես նախընտրական գործիք է օգտագործում այդ ամենը։ Եվ դրա համար է, որ այո, նա շանտաժի է ենթարկում եւ շատ մեր քաղաքացիներ դա հասկանում են, բայց Նիկոլ Փաշինյանը այնպիսի վիճակ է ստեղծել, որ մարդիկ մտածեն անելանելի է ամեն ինչ։ Ոչ մի բան հնարավոր չի այլևս փոխել եւ ամեն ինչ որոշված է։ Դա համար մենք մեր ժողովրդին, քաղաքացիներին հիմա օգտագործելով նաեւ այս առիթ ուզում եմ խնդրել, որ նրանք հստակ գիտակցեն, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը պատերազմի կուսակցություն է, որ նրանց վերընտրվելու դեպքում, հիմա այս պատասխանատու հայտարարում եմ, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում պատերազմ է սպառնում Հայաստանի Հանրապետությանը, շատ իրական, որտեղ նրանք պատերազմի կուսակցություն են։ Եվ այս հայտարարությունը ես հստակ հիմնավորեցի նաև իմ նշածս բոլոր հիմքերով։ Անվերջ, գիտեք, Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն չեն հասկանում, կամ էլ հասկանում են, ուղղակի դա լավ էլ առաջ են տանում, որ Ադրբեջանի պես պետությունը, ամբողջատիրական պետությունները եւ այլն, նրանց հետ, եթե դու անվերջ գնում ես զիջումների եւ պաշտպանական կարողությունները չես զարգացնում, դրանց ավելի ես դու հրավիրում ագրեսիայի, քո երկրի դեմ ես հրավիրում։ Դա բաց հրավեր է, որ դու ասում ես այլ, որովհետեւ նրանք չեն կանգնելու, նրանք շարունակելու են այս ընթացքը։ Հասկանալի է, առավելևս դու խափում ես միջազգային հանրությունից հետ թաքցնում ես այդ բոլոր հիմքերը։ Եվ դրա համար մենք մեր ժողովրդին պետք է ասենք, որ ժողովուրդ ջան, կան բոլոր հնարավորությունները, այդքան ամեն ինչ սահմանափակ չի, աշխարհը չի վերջանում Նիկոլ Փաշինյանով։ Ժողովուրդ ջան, մենք աշխարհում տեսեք ինչքան հզոր հայեր ունենք, հզոր հայրենակիցներ ունենք, մենք ինչ կարողություններ ունենք։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանից մոտ ես նկատել եմ, կա նաև հոգեբանական շատ մի հատ բան։ Իրենք որ պարտվել են, իրենց մոտ այդ պարտվողական հոգեբանությունը աշխատում է նաև այսպես հիմա։ Իրենք չեն հավատում մեր ժողովրդի ուժին։ Անկամ եթե գիտեն, որ մեր ժողովուրդը ուժեղ է, բայց ամեն ինչ անում են, որ բերեն հասցնեն այդ թուլության հոգեբանության, որ որևէ մեկ իրանցից չպահանջի որևէ բան։ Դե մտածենք, ասենք, դե լավ, դե դա էլ հնարավորություն է, էլի, դե ինչ անենք, դրանից ավել ինչ անենք։ Բայց աշխարհը չի սահմանափակվում նրանցով։ Մենակ այդ պրիզմայից պետք չի նայել։ Մենք մասնագիտական ուժեղ հզոր կարողություններ ունենք։ Մենք անելու ենք այս հարցերը, լուծելու ենք այս հարցերը։ Եվ կան բոլոր հնարավորությունները, մենք մեր ընկերները ունենք աշխարհում, հզոր ընկերներ ունենք աշխարհում։ Մենք մեզանով, ես ասում եմ նորից, Հայաստանում չկա հարց, որ մենք մեր ուժերով չկարողանանք լուծել։ Դրա համար մենք պիտի ունենանք պաշտպանական ուժեղ կարողություններ, զսպման ուժեղ համակարգ, որ որևէ մեկի մտքով չանցնի հանգարց այս երկրի նկատմամբ կանի ագրեսիա ու դրանից շատ ավելի մեծ վնաս ինքը տուժելու ու կարող կոլապսի ենթարկվի ընդհանրապես։
Առևտրի հետ կապված։ Այսօրվա առևտուրը տեսեք ինչ է։ Նիկոլ Փաշինյանը ստանում է Ադրբեջանից 2 կանիստր բենզին, 2 դույլ ցորեն, դրանով ինչ է անում։ Մաքրում է Ադրբեջանին ամբողջ աշխարհում, դարձնում է հումանիտար պետություն, դարձնում է հումանիստ պետություն, բայց փոխարենը ինչ է ստանում։ Հանդիպումների ժամանակ ուսին մի երկու հատ տնտպաստեն, տենց ասեն, ապրես, չգիտեմ, դուրս գնա, ասենք, չէ, գա երկրի ներսում առուց է կտրում, ոնց որ մետրոյի միջադեպ եղավ, հայ կնոջ վրա գորգորում էր առանց ամոթի, առանց իր թիկնապահների ներկայությամբ։ Հետո գնա դրսում Ալիևին սուրճ հյուրասիրի, սուրճ առաջարկի, տանի տա, ինչքան հնարավոր սիրաշահի, այդ է ստանում։ Եվ հետո որ մենք աշխարհին գնանք, ասենք, ժողովուրդ ջան, գիտեք ինչ կա, ասենք որ Ադրբեջանը մեր նկատմամբ ուզում է հարցակվի, հարցակում գործի, ոչնչացնի մեր երկիրը։ Աշխարհը ասել է, այ ժողովուրդ ջան, դուք էս ինչ եք ասում, հրնայք ինչ հումանիստ երկիր է, ձեզ ցորեն է տալիս, ձեզ վառելիք է ասում, էս Ադրբեջանը ասում, այ մարդես ինչ անշնորհակալ ժողովուրդ են, ինչքան անում ես, օգնում ես, չի օգնում, չի աշխատում դա։ Եվ դրա համար ես մեր հայրենակիցներին, գիտեք ինչ կխնդրեմ, որ նաև քաղաքական գործիչներին հետեւյալը կխնդրեմ։ Ժողովուրդ ջան, մի պետք չի այս ցորենի ու այդ նավթի, բենզինի հարցը մի քիչ իջեցնել ներքև, որ ասենք կան չէ հայտարարություններ մեր գործիչներից ասում են, որ չգիտեմ, մեքենաները չեն աշխատի, շարժիչները կլսնեն, հատուկ են անում, որ իրանք հարստանան։ Սենց բաները Նիկոլ Փաշինյանը օգտագործում է իր օգտին, եւ որ ասում է բա այդ ինչ եք ասում, ինչ իբր Ադրբեջանը մեզանով է երկիրը պահելու։ Դրա համար պետք չի այս դիսկուրս գնալ, սա իրանց ձեռնտու խաղն է։ Մենք պիտի ուրիշ ձև անենք, մենք պիտի գաղափարականի վրա, եւ իրականը դա է, մենք պիտի ասենք դու Ադրբեջանին մաքրում ես այդ հանցագործություններից։ Այսօր հենց աշխարհում Ադրբեջանը ամբողջությամբ մաքրվել է։ Արցախի էթնիկ զտումներից խոսացող կա։ Մեր Հայաստանի Հանրապետության սահմանների օկուպացիայից խոսացող կա, ամբողջ աշխարհի դիսկուրսից դուրս է եկել սա։ Թեև մենք չենք թողելու, մենք արդեն ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե ներկայացրել ենք հատուկ դիմում, շարունակելու ենք անել եւ սա պահելու ենք միջազգային օրակարգի հարց որպես։ Դրա համար մենք պետք է հասկանանք ճիշտ թիրախները, որտեղ խփենք, որտեղ ճիշտ այսպես հարցերը ոնց դնենք, որ թույլ չտանք մեզ, որ 2 կանիստր բենզինով, մեկ էլ 2 դույլ ցորենով ստեղծեն լրացուցիչ հիմքեր մեր նկատմամբ ագրեսիայի։